Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Ջուլակյան, երբ որ ես ծանոթացա օրակարգում ընդգրկված առաջի հարցին, իմ մոտ բան էր առաջացավ, որ հիշողությանս մեջ, որ մենք ընդունել ենք, թե քննարկել ենք այդ հարցը ինչ-որ ժամանակ, հետո այսօր այդ հարցը պատասխանի ժամանակ, երբ որ այդ նմանատիպ հարցեր շոշափվեցին, ես ավելի խճճվեցի։ Խնդրում եմ նա պարզաբանեք այդ հանգամանքը, մենք քննարկել ենք, ընդունել ենք, ինչ ա եղել էլի ժամանակին։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Աղազյան։ Այո, 2022 թվականի հուլիսի 14-ի էլի ընտրական օրենսգրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի մեծ փաթեթով ընդունել ենք նաև այդ կարգավորումը։ Եվ այդ կարգավորման քիչ առաջ խոսում եմ այդ մասին, բայց նորից կրկնեմ։ Այդ փոփոխությունը կատարելու տրամաբանությունը եղել է այն, որ մենք անցել ենք համամասնական ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, բայց դեռևս շարունակում են դաշինքների անուններ, կուսակցությունների անուններ, անձնանուններ պարունակել եւ դրանով իսկ համամասնական ընտրակարգի էությունը խեղվում է, այսինքն մենք ունենում ենք ըստ էության մեծամասնական համակարգ, համամասնական ընտրակարգի անվան ներքո եւ այդ խնդիրը լուծելու համար 22 թվականի հուլիսի 14-ի փոփոխությունների փաթեթով մենք նախատեսել ենք փոփոխություն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում եւ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանադրական օրենքում եւ արգելել ենք կուսակցություններին իրենց անվանումներում ունենալ անձնանուններ եւ պարոն Ղազյանն այսօր ասում կուսակցությունը գնացել է ռեգիստր գրանցվել է եւ այլն կուսակցությունը գնացել է ռեգիստր հենց գրանցել է առանց անձնանվան անվանում որովհետեւ կուսակցությունների մասին օրենքը արգելում է ունենալ անձնանուն կուսակցություններին իրենց անվանման մեջ եթե արձագանք եք կշարունակեմ Հա, խնդրեմ շարունակեք։ Շնորհակալություն։ Եվ համանման նաև կարգավորում ենք նախատեսել ընտրական օրենսգրքում, քանի որ եթե մեկ կուսակցություն չի կարող ունենալ իր անվանման մեջ անձնանուն, տրամաբանական է, որ մի քանի կուսակցություններ միավորվելով չեն կարող ունենալ անձնանուն, այսինքն նույն տրամաբանությունն է գործում մեծամասնական համակարգի չանցումը եւ ըստ այդմ ընտրական օրենսգրքում ամրագրել ենք, որ թե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ թե համամասնական ընտրակարգով անցկացվող թիմ ընտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքները չեն կարող իրենց անվանումներում ունենալ անձնանուն։ Սակայն 2024 թվականի մեծ փաթեթով բացառապես տեխնիկական վրիպակի արդյունքում այդ ազգային ժողովին վերաբերող հատվածը դուրս է թռել օրենսդրությունից, բայց դա չի քվեարկվել, չի քննարկվել հանձնաժողովում եւ բացառապես տեխնիկական վրիպակ է եւ իրականում մենք կարող ենք տեխնիկական վրիպակի շտկման ճանապարհով գնալ, բայց մենք մտածեցինք, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լեգիտիմության խնդիր կունենանք եւ որոշեցինք, որ այս հարցը բերենք ազգային ժողովի քննարկմանը եւ փոփոխություն կատարենք եւ վերականգնենք այն կարգավորումը, որը արդեն իսկ կար եւ կա նաեւ օրենսդրության այլ կտորներում։